Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իշխանական շրջանակներում կայացվել է քաղաքական ընդդիմախոսների դեմ կոշտ պայքարի որոշում։ Օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ քաղաքացիական պայմանագրի ներսում արդեն ձևավորվել է հատուկ PR խումբ, որի հիմնական առաքելությունը լինելու է լրատվամիջոցների հետ համակարգված աշխատանքը նպատակ ունենալով վարկաբեկել բոլոր ընդդիմախոսներին։ Ըստ աղբյուրների, ռազմավարությունը կառուցված է ընդդիմադիրներին բնում ոչնչացնելու գաղափարի շուրջ։ Հատկապես նշվում է, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք առաջիկայում կհայտարարեն իրենց մասնակցության մասին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, անմիջապես կդառնան ՔՊ-ի թիրախը։ Տարբեր տվյալներով իշխանական թիմը պատրաստվում է ներխուժել ընդդիմախոսների անձնական եւ մասնագիտական դաշտ, փորձելով վնասել նրանց հեղինակությունը եւ կանխել քաղաքական պայքարի ակտիվացումը։ Օրաթերթի ՔՊ-ի մոտ կանգնած աղբյուրները նաեւ պնդում են, որ ընդդիմադիր դաշտում արդեն իսկ ձևավորվել է մի քանի թիմեր, որոնք առաջիկա ամիսներին մտադիր են հրապարակային հայտարարություններով գալ ընտրական դաշտ։ Իշխանական ռազմավարության շրջանակներում հենց այս թիմերն են համարվում գլխավոր վտանգը եւ իշխանությունը պատրաստ է ցանկացած քայլի գնալ նրանց քաղաքականապես չեզոքացնելու համար։ Միևնույն ժամանակ հակաիշխանական ճակատում գործող քաղաքական ուժերի զգալի մասը գիտակցում է սպասվող զարգացումները եւ պատրաստվում է հնարավոր ճնշումների, այդ թվում քաղաքական ռեպրեսիաների, իրավական հալածանքների եւ նույնիսկ ազատազրկումների։ Չի բացառվում, որ առաջիկայում քաղաքական շրջանակներում սրացումները կթեւակոխեն առավել թեժ փուլ զուգահեռ ընթացող գործընթացների, այդ թվում ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց հանելու նախաձեռնության հետ մեկտեղ։